Լոբին պատրաստելու 1000 տեսակ կա։ 1000 բաղադրատոմս յուրաքանչյուր տանտիկին հայուհի պատրաստում է իր տարբերակով։ Իհարկե յուրաքանչյուր ունի մի քանի տեսակ պատրաստելու։ Հիմա սեզոնն է, սիրելիներ, պատրաստելու ենք ամենահամեղ տարբերակներից մեկը։ Կանաչ լոբին լոլիկի սոուսով։ Ողջունում եմ բոլորին, սիրելիներս, ինչպե՞ս եք։ Այսօր շատ համեղ բաղադրատոմս եմ ձեզ ներկայացնելու, ամառային թեթև հաճույքով ուտվում է, ամենալավ տարբերակներից է, ինչ է անհրաժեշտ լինելու կանաչ լոբին, մաքրած, լվացած, սիրուն, այստեղ Հայաստանի մեր համեղ լոբիներից, որ ասեմ, կա սուտ կլինի, այս մի տեսակը մի քիչ համով է լինում, ես հիշում եմ, որ ես Հայաստանում իմ մաման քաջարանի լոբին շատ համեղ է, չէ՞ լինում, Գորիսինը քաջարանը սենց համեղ է լինում, մեր Սյունիքինը, մամաս որ ուղարկում էր ագարակ, մենք պատրաստում էինք այդ լոբին, ամբողջ տնից այդ լոբիի անուշ հոտը գալիս էր, այստեղի լոբից ոնց որ ընկավ, հոտ, համ չունի, այնպես որ ես պատրաստում եմ, այնպես եմ անում, որ համեղ լինի, բայց համոզված եմ, որ ձեր պատրաստածը իմ պատրաստածից համեղ է լինելու։ Մի խոսքով, երկար բարակ խոսեցինք, լոբին, լվացած մաքուր, խառը կանաչի, կարևորը մեր հայկական ռեհան է, տեսեք, ես այստեղ ունեմ, աճեցրել եմ, ունեմ։ Ռեհան ենք օգտագործելու, լոլիկը, թարմ լոլիկը մանրացրեք, կտրատեք, ինչպես որ դուք սիրում եք, սա սիրում է, որ մի քանի կտորները երևա, այսինքն մի աղացեք, կամ քերիչով մի անցկացրեք, սենց մանր կտրատեք, համեղ է լինելու։ Սոխ ենք օգտագործելու, համեմունքներից աղո, սև պղպեղ, ավելորդ համեր մեզ պետք չեն, սիրելիներ եւ իհարկե յուղ։ Ես ռեդի յուղով եմ պատրաստելու, որովհետեւ դեռ նոր եմ բացել, ուզում եմ ձեզ ցույց տամ, որ դուք տեսնեք, ինչ լավ տեսք ունի, հիմա այս ամբողջը կբացեմ, տեսեք, շոք է, յուղը հալվում է, պետք է սառնամբային, տեսեք ինչ հրաշք յուղ է, սիրելիներ, այս յուղը եվրոպական է, արտադրվում է Բելգիայում, Հայաստանի, Վրաստանի համար, ովքեր հնարավորություն ունեն խանութներում տեսնում են, ձեռք բերեք, անուշ արեք, որովհետև ձեր ուտեստները հիասքանչ չեն ստացվելու, ամենակարևորը բուսական է, ովքեր որ բուսակեր են, շատ հանգիստ կարող են օգտագործել և իհարկե առանց խոլիստերինի։ Վերջ, հիմա երկար բարակ խոսալուց հետո ինչ ենք անում, նախ առաջին գործողություն, մինչև լոբին կտրատելը, պետք է սոխարացանենք լոլիկի հյութով, սա ամենակարևորն է, դե ես սոխը չեմ կտրատում, արդեն կտրատած ունեմ, առած սենց լիքը լցրեք սոխը, մեկ ճաշի գթալ յուղը մեզ բավական է, որ մեր ուտեստը հիասքանչ ստացվի, դե սա գթալ չի իհարկե, չեմ կարողանում սիրուն վերցնեմ, գնում ենք գազօջախի մոտ ու սկսում ենք պատրաստել, մեր ուտեստի համն ու հոտը ամենասկզբից սոխարածից է կախված, եթե ճիշտ ենք անում, ուտելիքը հրաշք է ստացվի։ Հիմա թողնում ենք յուղը հալվի, սոխը մարմանդ, հանգիստ պետք է կտրատվի, տապակվի կներեք, իսկ հիմա ես կկտրատեմ Հիմա թողնում ենք սոխը հանգիստ, մարմանդ տապակվի, մինչև յուղը կհալվի, հանգիստ կրակին ենք տապակելու, մինչ այդ կկտրատենք լոբին։ Իդեպ, կրակը հանգիստ պահեք, արդեն նշեցի, որպեսզի սոխարածը լավ ստացվի, ուժեղ կրակի վրա երբեք համեղ սոխարած չի ստացվելու։ Լոբին կտրատեք ինչպես ուզում եք, շատերը թեք-թեք են կտրատում, որպեսզի էսթետիկորեն գեղեցիկ լինի, ես սովորական այսպես կտրատելու եմ։ Սիրելիներ, միևնույնն է, էլի գեղեցիկ է ստացվելու, էլի համեղ է ստացվելու։ Կտրատում ենք ու անցնում ենք առաջ։ Այ տեսեք, այսպես հանգիստ, սիրուն, մարմանդ կրակին, նուրբ, պետք է ստացվի ոսկեգույն։ Սոխը չենք վառում, հում էլ չենք պահում։ Սիրելիներ, հիմա լոլիկի հյութը, այսպես հանգիստ պետք է մի քիչ տապակենք, մի 2-3 րոպե, որպեսզի հում չմնա, հետո ավելացնելու ենք լոբին։ Վերջ, հիմա ջուր ենք ավելացնելու, շատ չենք ավելացնում ջուրը, որպեսզի իհարկե յուրաքանչյուրը ինչ որ որակի լոբի է օգտագործելու, մեկը շուտ եփող, մեկը
ուշ եփվող։ Դրա համար քիչ ենք ավելացնում, անհրաժեշտության դեպքում նորից կարելի է ավելացնել։ Վերջ, տեսեք, ես որքան եմ ջուր ավելացրել, երեսը ծածկում ենք, թողնում ենք հանգիստ եփի, բայց պարտադիր հիմա աղ ենք անելու, որպեսզի հետո հասկանանք աղը լավ ենք ավելացրել, քիչ, շատ, որովհետև շուտ ավելացնելով համերը ավելի ճիշտ են խառնվում։ Իհարկե աղը ըստ ճաշակի է, իսկ սև պղպեղը վերջում ենք ավելացնելու։ Ծածկում ենք երեսը ու թողնում ենք եփվի։ Հիմա կանաչին կտրատում ենք առատ սիրուն, սա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, սիրելիներ, դե իհարկե դեռ լոբին պետք է եփվի, մարմանդ կրակին ենք եփում, որպեսզի ինքը հանգիստ, սիրուն եփվի, անընդհատ էլ չենք խառնում, որպեսզի լոբի տեսքը չկորի, դա էլ է կարևոր, երբ որ անընդհատ կանայք կան, չգիտեմ ինչու, սիրում են անընդհատ ճաշի բերանը, բաց են խառնեն, աջաբ սանդալ է ստացվելու, շիլաշփոթ է ստացվելու, սիրելիներ, հանգիստ ենք թողնում մարմանդ կրակին, որպեսզի կարիք չլինի շատ խառնելու, որ վերջում էլ կանաչին ենք ավելացնելու և սև պղպեղը։ Սիրելիներ, հիմա կանաչին ենք, տեսնում եք, ես շատ չեմ խառնել, տեսքը հրաշք է, խառը կանաչին էլ ավելացնում ենք, այս բաղադրատոմսը առանց ձվի է, մի փոքրիկ կարելի է խառնել ու հետո անուշ անել, հրաշք է, տեսեք, ուղղակի հրաշք։ Վերջ սիրելիներ, այս համեղ ճաշը հիմա կփորձեմ, այսօր ես դդմիկով և հավի կրծքամսով կոտլետներ եմ պատրաստել, մեր ընթրիքը պատրաստ է։ Շատ համեղ է, հյութ է, եղանտիր է, անպայման պատրաստեք։